Տարվա հիմնականում այս ժամանակահատվածում անասնապահության շրջանում սկսվում է կովերի ու ոչխարների տնելության շրջանը։ Այս շրջանը շատ կարևոր է եւ միևնույն դեպքում շատ զգուշավոր, որին պետք է հետևի անասնապահը։ Ինչպիսի վտանգներ կարող են սպառնալ անասուններին, մանրամասնեց անասնաբույժը։ Ուրեմն սի գիտություն մեր բանակցությանը։ Քան որ սկսվել արդեն կովերունցինը, մենք ինչպես բոլորս քաշտեղյակ ենք անցյալ տարի լավ հիվանդության մալը, իրենց բնականաբար անպայման այդ վիրուսը կազմել ներարգանդային կյանքում բادرին վերա։ Իրենց արգանները լավ բորփոքված կեղնին, նույն հիմի 20-30% կովեր արդեն հորդ են ցեգե, դառնան նորմալ ծանոթաբերության ժամանակ։ Ուրեմն ժողովուրդ ջան, ինչ կուզեմ ասել, հայմի արդեն նոր կասկսվի, իրենց արգաններին արդեն շատ թույլ են։ Քանի որ բավականին վենասվել են այն անցյալ հիվանդություններու ժամանակը։ Պետուղը ճիշտ է, այդ կան որակով պետուղ այս տարի չենք ունենա, կունենանք հիվանդ պետուղ, կունենանք պեղդուր պետղաջուր, ծանոթաբերության ժամանակը եւ թույլ արգան։ Ինչ կարելի է նել նման դեպքերում։ Ծանոթաբերության ժամանակը, քանի որ անասունի մեջ այն ժամանակը վիրուս եղե, հիմա իրենք այդքան իմունիտետ չունին։ Ծանոթաբերություն իրենց համար կեղնի բավականին բարդ։ Այսինքն ինչը Emanenink որ արեստական կերպով իրան հենց երբ սկսվի կովերուն ցավը որ կովցանիդի իրանց ցարսկինք մի օքսիդոցին որ հեշտանա իրանց այդ զորը շատ չակա օքսիդոցինը հեշտացնի իրեն գործը քանի որ կնա դեպք արդեն դեպք եղել որ կովցանել է ցաներն դեպ մեր գեղավարի լիզվով սա սարփանկը ցագերունի ծիննը հետ մեկեն դուսելես